Բարև ձեզ, բարեկամներ, Հայաց Երևանից հաղորդաշարն է Վանաձայնի եթերում, ես Վահագն Զաքարյանն եմ։ Այսօր իմ զրուցակիցն է լինելու գրող, բանաստեղծ, Եղիշե Չանցի անվան գրականության ու արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Գալստյանը, իսկ մեր այսօրվա զրույցի նյութը կաղանդի տոպրակներն են, Զահրատի կաղանդի տոպրակները, որը կազմել եւ հրատարակության է պատրաստել Գոհար Գալստյանը։ Բարև ձեզ։ Բարև։ Մեր նախորդ հանդիպումից արդեն անցել է 1 տարի եւ կարող ենք երազ համարել, սակայն այս երազն այսօր նախատոնական երազն այսօր իրականություն է եւ մեր ձեռքին է այս գեղեցիկ ժողովածուն, դարձյալ Զահրատ եւ դարձյալ այն գեղեցիկ բանաստեղծությունները, որոնք նախատոնական լավագույն նվերն են, տոնական լավագույն նվերն են ընթերցողին եւ հատկապես արևմտահայերենով հետաքրքրված ընթերցողին։ Կուզենայի նախ ներկայացնենք ինչպես հղացավ գաղափարը այսպիսի ժողովածու ստեղծելու։ Սիրելի Վահագ, իսկապես վերջին առիթը դարձյալ Զահրատներ, որ մենք հանդիպեցինք, եւ դեռ այն ժամանակ էլի կաղանդի օրերին մոտ ինձ համար դեռևս երազանք էր ունենալ այսպիսի ժողովածու եւ մեր Զահրատասեր բանաստեղծություն սիրող ընթերցողին պարզապես հանդիպման մի նոր առիթ ընձեռել Զահրատի կաղանդի, հատկապես կաղանդի բանաստեղծությունների միջոցով, ուրեմն մտնել այն աշխարհը, այն խորհրդավոր թափանցիկ աշխարհը, որը Զահրատի կաղանդի աշխարհն է, մանկության երազանքների դեռևս հենց մանկությունից եկող այդ կաղանդ պապայի, այդ Անուշապուրի, այդ Եղևինի, այդ կաղանդի ծառի եւ այդ ծառի վրայի զարդարանքների, կաղանդի խորհրդաբանությամբ բանաստեղծություններ, որոնք սփռված են Զահրատի գրականության ուրեմն տարբեր շերտերում, իր տպագրված գրքերում շարքեր կան ամբողջական, կաղանդ, տոնական եւ այլն, եւ այս շարքերից իմի բերել բոլորը մեկ ժողովածուով ներկայացնել ինձ համար երազանք դարձավ։ Իհարկե այս ամենը չմոռանանք ասել, որ գրականության եւ արվեստի թանգարանում իմ աշխատանքային պարտականությունների բերումով ես մշակում էի Զահրատի արխիվը եւ այդ ընթացքում հնարավոր չէ ուրեմն դիպչել գրողի ձեռագրին, նրա մասունքներին եւ ընթերցել նրա գիրը անմիջական իր ուրեմն աղբյուրից, նրա մասին ուրեմն ժամանակաշրջանը բնութագրող հոդվածներ եւ այլն եւ չպատկերացնել ու չշոշափել օդի մեջ այն մթնոլորտը, որտեղ որ եղել է այդ գրողը, իսկ դա քեզ անում է անմիջական այն աշխարհը, որտեղ որ նա ստեղծագործել է ու ավելի հաղորդ ես դառնում նրա էությանը։ Եվ դրան էլ գումարած, երբ որ դու ինքդ էլ բանաստեղծես եւ խոնարհում ունես այդ բանաստեղծության խորանի առաջ, հնարավոր չէ հիանալով չուզենալ մի ծառայություն, մի գեղեցիկ ուրեմն խոնարհում բերել այդ գրողին։ Շատ լավ, եւ քանի որ այս պահին այս գեղեցիկ ժողովածուն մեր ձեռքին է, կա բանաստեղծություն, որ հատուկ կարևորում եք, առանձնացնում եք եւ այս պահին կարելի է նաեւ ներկայացնել մեր հեռուստադիտողին, մեր ռադիո ունկնդրին։ Ինձ համար ուրեմն ամեն ինչ շատ առարկայական դարձավ, հատկապես մի բանաստեղծության հերթական մի քանի անգամ ընթերցելուց հետո վերջին ընթերցումը, որից հետո ես վերջին 2 տողը բարձրաձայնեցի եւ հասկացա, որ ահա մոտենում է Զահրատի 100-րդ կաղանդը եւ մենք այդ 100-րդ կաղանդին պիտի որ իր սպասումները ինչ որ ձևով մենք էլ արդարացնենք։ Ուրեմն կաղանդ չեք բանաստեղծությունն է, կաղանդ շարքից եւ այդ բանաստեղծությունը կկարդամ ձեզ համար։ 100 կաղանդալ կսպասեմ, եթե գիտնամ, թե վերջ ընթեր կաղանդին, պիտի նվերս ընդունիս, ժպիտներուն ամենեն կույս, ամենեն լույս եւ ամենեն երջանիկով նաղվրցած։ 100 կաղանդալ կսպասեմ սիրելիս, նվերներուն ամենեն կույս, ամենեն լույս եւ ամենեն իշխանականը զատած, եթե գիտնաս, թե կսպասեմ սիրելիս։ Զույգ ձեռքերս սրտիս նման քու անունիդ երկարած, 100 կաղանդալ կմնամ առանց քեզի սիրելիս, գիտնամ միայն թե վերջ ընթեր կաղանդին, ժպիտներուն ամենեն կույս, ամենեն լույս
եւ ամենեն երջանիկով նաղվորցած պիտի գաս։ 100 կաղանդալ կսպասեմ սիրելիս, գիտնամ միայն թե անպայման կաղանդներուն ամենեն կույս, ամենեն լույս եւ ամենեն երազային 100-րդ կաղանդին մշտադալար եղևինի մտակ լուր, պիտի հալինք, պիտի հատնինք, անեանանք միասին, անվերադարձ կաղանդներուն պես կյանքին։ 100 կաղանդալ կսպասեմ, գիտնամ միայն, որ դուն գիտես, թե կսպասեմ սիրելիս։ Հրաշալի է։ Իսկապես Զահրատը շատ տարբերվում է մյուս գրողներից։ Եթե նույնիսկ չասվի ի սկզբանե, որ սա Զահրատն է, արդեն իսկ հասկանալը շատ հեշտ է, որ սա Զահրատի ձեռագիրն է, սա Զահրատի մտածելակերպն է, այստեղ Զահրատն է։ Այո։ Եւ իսկապես Զահրատին էլ շատ բնորոշ գիրք է ստացվել, կազմը ցույց տանք մեր ունկնդիրներին, ակնդիրներին ու էջանիշը, կանաչը գերիշխում է այստեղ նաեւ իսկապես Զահրատի գույները, Զահրատի տոնական գույներն այստեղ կան։ Վստահ եմ, որ մեծ հաճույքով եք այս աշխատանքն իրականացրել։ Մեծագույն հաճույքով եւ շատ ճիշտ նկատեցիք Վահագն ջան, ուրեմն կանաչը այն եղևինի գույնը, որի մասին անverջ հիշատակվում է եւ այ խորհրդանիշներից եղևնին է, որ արևմտահայերենում ավելի շատ եղևին տարբերակով է հնչում եւ Զահրատը այդպես է գործածում։ Եվ այդ կանաչը, եւ այդ նրբությունը, այն թափանցիկությունը, որ կա իր բանաստեղծության, իր տողերի, իր ասելիքի մեջ, իդեպ եւ ուղիղ իմաստով այս խորհրդանիշները աշխատում են տեքստի մեջ, եւ նաեւ այլաբանորեն Զահրատը ոչ միայն այդ տոնի բոլոր խորհրդանիշներով եւ այդ կաղանդի ծառն է զարդարում, զուգում զարդարում, ժանյակներով, մանյակներով, սոխակներով, թելերով, ծամերով, խաղալիքներով, զարդարանքներով, այլ նաեւ հույսի, հավատի, հարցականների, մեր ներսում բոլոր երազանքների այդ խորհրդաբանությունը, ասես ընծայում է եղևինի ճյուղերին եւ սպասում է, որ ահա կաղանդ պապան, որի մորուքը ալյուրի պես ճերմակ է եւ որը անուշապուր կբերի մեզ մանկության այն սիրուն հիշողությունների այդ հետագծով գալիս ու անցնում են մեր այդ բոլոր կերպարները մանկության, որոնք կապված են հենց եղևնու կաղանդի տոնի հետ։ Եվ ինչ է, բարության տոն է կաղանդի վերջո։ Մարդիկ սպասումներով տարին ամփոփում են եւ այս ժողովածուն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ ասես ինքը ուղեկից է դառնում, ուղեցույց դեպի այն անցումը, որ մեկ գիշերի մեկ ակնթարթով պիտի տեղի ունենա եւ դուռը բացվի դեպի այն անհունը, որտեղ մենք չգիտենք, թե մեր սպասելիքները իրագործվելու են արդյոք թե ոչ։ Եվ Զահրատը շատ լավատես ուղեկից է։ Չնայած այդ լույսերի տոնական այդ հանդիսանքի, այդ խաղալիքների փայլի մեջ արտացոլվում է նաև տոնի այդ ոգևորությունը, բայց նաև կա մարդկային հոգու թախիծը, միայնակ մարդկանց այդ միայնությունը, տխրությունը, կա նաև սպասելիքների վստահելը եւ դրա չիրագործման հիասթափությունը, կան հոգսեր, որոնք Կաղանդ պապան, այ մենք տոպրակներ ենք անվանել, Կաղանդի տոպրակներ, այստեղ մի բանաստեղծություն կա, որ պարզապես եւ Զահրատը իրեն հատուկ հումորով է միշտ ասում ամեն ինչի մասին, տոպրակները բերեց Կաղանդ պապան եւ տոպրակներում չգիտես թե նվերներ են, ինչ են եւ նոր հոգեր բերեց Եվ այդ հոգերը, որոնք հոգսերն են մարդկային մեր արևելահայերենով, փողոցելիքներ, տոպրակներով առավոտյան։ Հոգսերը շատ էին ամեն դեպքում։ Այո, եւ որովհետեւ նոր տարին բերում է նոր հոգսեր, բայց այս գիրքը նաեւ մաղթանքներով է լի։ Մեր հայրենի անտառներեն այլևս ծառ չպակասի։ Սիրո խոսքեր տարբեր ձևերով կարելի է ասել եւ ինքը ասում է կարեւորը որ բառ չպակասի։ Այո։ Իսկ իր բառը չի պակասում երբեք, որովհետեւ ինքը շքեղ բանաստեղծ է եւ հետաքրքիր է որ այ ասացի որ ծառը խորհրդաբանություն որպես հենց ամանորի նաեւ մեր կենաց ծառն է։
Եվ ինքը մի բանաստեղծություն ունի, որտեղ սա նույնանում է ազգային այդ արմատների, կենաց ծառի, այդ ուր որ գնացինք, ուր որ գաղթեցինք, մեզ հետ մեր ծառը տարանք։ Եվ հետաքրքիր է, որ այնուամենայնիվ որքան էլ նորոգում է, կոտրված խաղալիքի փոխարեն նորն է կախում, փայլերն է թարմացնում, այնուամենայնիվ քիչ-քիչ ծառի արմատներից օտարանում է ինքը։ Սա էլ փիլիսոփայությունը Զահրատին բնորոշ է իսկապես։ Շատ խորը փիլիսոփայություն եւ ապշում ես։ Ինքն էլ ծառի հետ նույնանում է, որ ես ինքս կաղանդի ծառ եմ, եկեք ասում արմատներս խորը եւ ես ձեզ իմ ավիշը, իմ ուժը կտամ եւ իսկապես բանաստեղծը իր խոսքով տալիս է այդ ավիշը, այդ ուժը եւ ունի ուրեմն այս գրքի կառուցվածքի մասին չասացի, գրքերից բերված են այն շարքերը ժամանակագրությունը պահելով, որոնք որ ուրեմն որ գրքում որ ինքը ունի կաղանդին վերաբերող այդ տրամադրությամբ կամ այդ օրերին գրված բանաստեղծություններ եւ ուրեմն իր բոլոր ժողովածուներից այստեղ հավաքված են նաեւ երջանկահիշատակ կնոջ կազմած հետմահու այդ ժողովածուներից անտիպներ չքնաղ գործեր կան այնտեղ եւ նաեւ վերջին բաժինը ուրեմն գրքերից դուրս դա Մարմարայի արխիվից մի քանի բանաստեղծություն, որ շատ հետաքրքիր է, էլի վաղ շրջանի եւ այդտեղ մի բանաստեղծություն կա, որ ինքը 60-ական թվականներին է գրել, երբ ինքն էլ իր սիրելի կնոջը նոր ամուսնական զույգ եւ վստահաբար այդ շրջանում նոր էին ամուսնացած իրենք ծառը ծլեց ու ծլարցակեց ու բացվեց այնպես ինչպես մեր սերը եւ բարձրացավ այնպես ինչպես մեր սերը եւ այս տողը կրկնվում է համեմատությունը ուրեմն ծառը եւ իմ սերն է մեր սերն է եւ մարդը ինքն է բանաստեղծը եւ իր արմատներն է ազգի այդ բանը եւ ինքը բարձ ծառ է որ եւ նաեւ ծառի մեռնելու հետ քանի որ այդ օրը կտրում բերում են եւ ծառը մեռնում է վերջո չէ Դրա հետ ունի թաղծոտ շատ խորը բանաստեղծություն, շատ խորագույն փիլիսոփայություն, որ մեզ թվում է թե նոր կյանք է վաղը լինելու, այնինչ ծառը մեռնում է ու մենք էլ քիչ-քիչ իր հետ։ Իհարկե մեր զրույցը Զահրատի եւ Զահրատի բանաստեղծությունների շուրջ, հատկապես կաղանդի տոպրակների շուրջ պետք է շարունակենք, սակայն այս պահին կարճատև դադար ենք ունենալու վանաձայնի եթերում, որից հետո պետք է շարունակենք զրույցը բարեկամներ գրող բանաստեղծ գրականության վարվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Գալստյանի հետ այս պահին կարճատև դադարը մեր եթերում խնդրեմ Եթե քարը խոսի եւ ինչ որ ասենք Եթե քարը խոսի եւ ինչ որ գրենք մենք կնայուն ենք բոլորն ալ կնայուն քարլրության մեջ քարն է մնայուն քարն է մնայուն եթե ականջ տանք քարին լրության Կսե մեզի թե ինչ որ ասել ենք, ինչ որ գրել ենք, տակավ հալեր են, կար լրության մեջ, ինչ որ ասել ենք, ինչ որ գրել ենք, տակավ հալեր են, քարանձավին մեջ, Եվ երբ քարն է որ կխոսի Եվ լեզուն է որ կլրել Եվ լեզուն է որ կխոսի Մինչդեռ քարն է որ կլրել
դրել Բարեկամներ, շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն է գրող, բանաստեղծ, գրականության եւ արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Գալստյանը։ Այսօրվա մեր զրույցի նյութը Զահրատն է, Զահրատի Կաղանդի տոպրակները, որը նոր է հրատարակվել, գիրքը կազմել է եւ հրատարակության է պատրաստել Գոհար Գալստյանը։ Շատ խոսեցինք գրքի ու Զահրատի մասին, սակայն ժամանակն է, որպեսզի դարձյալ ներկայացնենք բանաստեղծություններից, որը տեղ են գտել այս ժողովածուի մեջ։ Ընտրովի բանաստեղծություններ, այդպես եք նաև խորագրել։ Այո, որտեղ ընտրանի չէ, թեմատրիկ ընտրություն է կատարված, դրա համար ընտրովի բանաստեղծություններ, դա էլ ճիշտ եք նկատել։ Եզրափակելու, ինչ կեզրափակենք մեր զրույցը, ուրախ կլինեի, որպեսզի եւս 1-2 գործ նաև ներկայացնենք գրքից։ Այո, սիրով։ Ես նաև չմոռանամ ասել, որ այս գրքում նաև երկու բանաստեղծություն հատկապես սկսվում է այս գիշեր տանս տանիքը կնդլայնի, կընդարձակվի ձյունոտ կատարների վրա։ Այսինքն դուք տեսեք, թե ինչ ընդգրկում ունի Զահրատի հոգին եւ ինչպես է ինքը ընդհանրացնում եւ մարդիկ, որ իրենից հեռու են, թվում է թե իր տանն են այդ գիշեր։ Այսինքն համընդհանրական այդ տոնի զգացողությունը եւ մարդկանց միասնական լինելը այսօրվա անverջ պառակտվող մարդկության եւ մեր իրականության համար ինչ կարեւոր ուղերձ, որ միասնականություն է պետք եւ նույնիսկ համատիեզերական միասնականության մասին է խոսում։ Ասում է, մենք այս գիշեր նորեն դիտակ մառած դեպի երկինք կնայինք, աստղերն այնքան կխոշորնան, որ մեկեն մենք կզմես հոն կամ անոնք հոս կկարծենք։ Քաղաքակիրթ մարդու պիտակ մառած, չենք զիջաներ մտերմանալ ամեն աստղ, դեռ բարբարոս կկարծենք։ Մեր այլամերժ դավանանքին մեջ խրոխտ, մեզ մաքրակրոն, իսկ մեզ դուրս ամեն կարգ վատ հեթանոս կկարծենք։ Միլիոն անգամ միլիոն շողով աստղեր կան, մինչդեռ մենք երկու վտիտ մոմ կվառենք եղևինին վրա եւ մենք մեզ փարոս կկարծենք։ Միլիոն անգամ միլիոն տարու աստղեր կան, մինչդեռ մենք 1 տարի են մյուս տարին կանցնենք եւ մենք մեզ հերոս կկարծենք։ Տիեզերքի պարապին դեմ ոզնի դարձած կտևենք, այնքան եռուն է անջրպետն ամեն ինչ, կլանող փոս կկարծենք։ Դեռ չենք սորվեր կարգն ու սարքը տիեզերքին, ամեն ինչ տարտամ քաոս կկարծենք։ Շատ շրջահայաց է Զահրատը, իսկապես հրաշալի է եւ ինչ կեզրափակենք մեր զրույցը, կարճ ինչ տվեց այս ժողովածու ձեզ։ Ինձ տվեց խորը բավարարում այն զգացողությանը, որ դեռ էլի անելիք ունեմ, այն իմաստով ես չեմ ասի, թե ես ավարտել եմ այն, ինչ Զահրատի գրականության հետ ունեմ անելիք, դա հաստատ սխալ կլինի այդպես ասել, որովհետև առանձնահատուկ է ինձ համար Զահրատը, դա մի կողմ, ես իհարկե արդեն ֆոնդը մշակել, ավարտել եմ, այս տարվա սկզբին արդեն հանձնվել է շրջանառության, թվում է թե անելիք չունեմ այնտեղ, արդեն ուրիշ հեղինակի արխիվի հետ եմ աշխատում, բայց Զահրատը իմ հոգու խորքում շատ մեծ տեղ ունի եւ հիմա այս գիրքը մի տեսակ այս տոնից առաջ ինձ թվում է շատ կարեւոր մի կանթեղ վառեցինք եւ սա առիթ է մեր ընթերցողի համար վերստին հանդիպելու Զահրատին։ Այս գիրքը չեմ ասի սպառելու է Զահրատասիրությունը կամ ընթերցելով բավարարվելու են, այդ ճշգրիտ դուռ է, դուռ, որ սա կարդալուց հետո ցանկություն պիտի ունենան առաջ գնալու եւ պիտի հատորները վերցնեն։ Իսկ այն, որ մենք բոլորս ոչ թե ես լիակատար ժողովածու կազմելու կարիք ունենք, այ Արասի հրատարակած Պոլսում հրատարակված իր ողջության օրոք 2006 թվականին այդ երկհատորյակը, որ ներառում էր այդ շրջանում իր բոլոր գործերը, բոլոր գրքերի հավաքականն է,
դա եւ դրան գումարած դրանից հետո հետմահու տպված դդումի համը, որ իր կազմած ժողովածուներ, այստեղ դդումի համից էլ գործեր կան, եւ անտիպների ժողովածուները, որոնք Անահիսներ կազմել։ Այսինքն կարծում եմ 2 հատոր կրկնել առաջին այդ երկհատորյակը եւ եւս 2-ը 4 հատոր առնվազն լիակատար ժողովածուի մենք անելիք ունենք։ Հուսանք, որ նաեւ լիակատար ժողովածուն կլինի եւ սա լավագույն նվերն էր Ամանորին ընդառաջ Զահրատի Կաղանդի տոպրակները։ Վերջում հիշենք Ամանորի ծառը Զահրատի, կքերս թեպետ, բայց չես տապալվեր Ամանորի ծառ։ Հարմար ճյուղ պահ է նոր խաղալիքներ կախելու համար։ Զահրատը իսկապես շատ գեղեցիկ է եւ այն ամենն ինչ նա ներկայացնում է լավագույն նվերն է Ամանորին ընդառաջ։ Շնորհակալություն այս գեղեցիկ նվերի համար։ Շնորհակալ եմ շատ Վահագ այսպիսի գեղեցիկ նվեր հանձնելու համար։ Ստեղծագործական հաջողություններ ենք ցանկանում ձեզ եւ պարբերաբար կհանդիպենք արդեն նոր աշխատանքները, նոր գրքերը ներկայացնելու։ Շնորհակալ եմ բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայաց Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն էր գրող, բանաստեղծ, Գրականության վարվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Գալստյանը։ Մեր այսօրվա զրույցի նյութը Կաղանդի տոպրակներն են եւ մեր այս հանդիպումը ավարտենք մի գեղեցիկ բանաստեղծությամբ, որ կխնդրեինք ներկայացնել դարձյալ այս ժողովածուից։ Սա էլ հենց բանաստեղծի հատուկ խոսքն է, մաղթանքը, եւ վստահեցնում է ինքը ամենքով պիտի լեցվինք երջանկությամբ, բերկրությամբ, ամենքով պիտի հորդինք երանությամբ, ցնծությամբ, ամենքով պիտի ապրինք անհոգ, անվիշտ, անթախից, ամենքով պիտի խաղաղ նոր տարիմը բոլորենք, ամենքով, չեք հավատար, մի տրտմիկ, բանաստեղծը չի ստեր։ Հրաշալի է։ Բարեկամներ, ավարտվեց Հայաց Երևանից հաղորդաշարը, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն էր Գրականության եւ արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, գրող, բանաստեղծ Գոհար Գալստյանը, ով կազմել եւ հրատարակության է պատրաստել այս գեղեցիկ գիրքը Զահրատի Կաղանդի տոպրակները։ Հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի բանաձայնի եթերում։ Հաջողություն։